Ծրագրի ներկայացումը մեր համագումարի թերևս ամենակարևոր առանցքային մասն է, որովհետև այս ծրագրի վրա հսկայական աշխատանքը տարբեր մեծ փաստաթղթեր են կազմվել, հետո մենք փորձում ենք այդ փաստաթղթերից ավելի հակիրճ տարբերակը ձեր համար պատրաստենք։ Ու մենք առաջին անգամ սա հանձնում ենք ձեր դատին, իսկ հետո մյուս շաբաթվա ընթացքում կհանձնենք նաև ավելի լայն հանրության դատին։ Ուստի մեր ակնկալիքը նաև նրանում է, որ այս ծրագիրի տարբերություն կանոնադրության, որ մի քիչ ավելի ֆորմալ բնույթագրում, մենք կներկայացնենք ձեզ քննարկման միջոցով, մենք ձեզ ցույց կտանք, դուք մեզ հարցեր կտաք, մենք կփորձենք ձեր հարցերին պատասխանենք, որովհետև այս ինչ մենք պատմում ենք մեր պատկերացրած ապագա Հայաստանի մասին, մեր պատկերացրած երկրի մասին, եւ ընդհանրապես ասած նրա մասին չենք մենք այստեղ հավաքվել, ինչ ենք ուզում մենք անենք, ինչ ենք ուզում ստանալ։ Ուստի ձեր արձագանքը, ձեր դիտարկումները, ձեր նկատողությունները, ձեր առաջարկությունները շատ կարևոր են մեր համար, խնդրում եմ մաքսիմալ նախանձախնդիր լինել եւ ուշադրությամբ հետևել նրան, ինչ ես ու մյուս գործընկերներս ձեզ կպատմենք։ Հիմա ցավակին խնդրեմ, որ այս համակարգիչը դնին դեմը, որ այս անդադ հետ շուտ չգա։ Նորմալ է եմա, չէ՞։ Լսվում է։ Հա։ Շատ լավ։ Մենք վերջի շրջանում շատ ենք լսել գործող վարչակարգի թեզերը նրա մասին, որ իրանք իրական Հայաստան են կառուցում։ Ես ես վերջերս հետաքրքիր պատմում, կոչվում է խառնակչի նամակները։ Դա անգլիական հեղինակի գիրք է, Լուիս, որը նամակները գրում է սատանայի ճտի անունից ուրիշ սատանայի ճտի։ Ու իրար մեջ խոսում են, թե ոնց է պետք մարդկանց գլուխը բանալ, լվալ, ուղեղները լվալ։ Ասում է, եթե դու տեսնում ես, որ դիմացդ հավատացյալ մարդ է, փորձ իրան շեղել, անընդհատ խոսալ իրական երկրի, իրական խնդիրների, իրական բաների մասին, որ ինքը կորցնի հավատը, կորցնի հոգևորը, սկսի մտածել միայն կենցաղայինի մասին։ Այն երկրում, որ մենք ապրում ենք եւ որը հազարամյակներով իրական երկիր է, ոնց որ դրա մասին ասել է Վանո Սիրադեղյանը, միլիմետրներով սիրելու երկիր է, կամ ոնց որ ասել է Վազգեն Սարգսյանը, որ ամեն քարոթուփի համար կռի մոտված։ Այդ երկիրը ավելի քան իրական երկիր է։ Ու մեր խնդիրը ոչ թե նրանում է, որ մենք իրան սարքենք, նա կենցաղային խոհանոց կամ կենցաղային բնակարան, այլ ընդհակառակը ապահովենք իր հարատևությունը, որպեսզի հազարավոր տարիներ հետո երբ մեր սերունդները կհավաքվեն ինչ-որ միտեղ էլի այս հողի վրա։ Հիշեմ, որ իրանց նախնիները մենք այս կրիտիկական ջրաբաժանում ու չեն գնացել այդ սատանայի գաղափարը։ Պահել ենք մեր երկիրը հոգևոր, պահել ենք մեր երկիրը մշակութային, արժեքահեն, հպարտ, կռվող, երբ որ պետք է չվախեցող, ուստի մեր նպատակը մեր երկրի հարատևությունն է։ Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի հարատև հայկական պետություն կառուցենք, թույլ չտանք, որպեսզի ներսից ու դրսից այդ պետությունը նորից քանդել։ Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր պետությունը բազմից է քանդվել։ Նախարարները տարել են, արքային հանձնել են օտարներին։ Արքաները իրար մեջ սկսել են պետությունը բաժանել, մի քանի արքայության է վերածվել Բաղրատունների, Արձուրների օրոք։ Հետո հեռացել են Կիլիկիայում նոր պետություն սարքել, հետո եկել են այդ պետությունն են գրավել, հետո պետություն ենք նորից վերականգնել, ռուսներն ու թուրքերը եկել կիսել են իրանց մեջ։ Մենք պետք է մի անգամ կարողանանք կանգնենք, էլ թույլ չտանք այդ։ Ու ասենք, վերջ, այս չի լինելու, մենք մեր պետությունը պահելու ենք, ու ինքը լինելու է մեր հայկական հարատև պետությունը։ Որպեսզի այդ պետությունը մենք պահենք, մեզ բնականաբար պետք է լինելու նաև հարատև խաղաղություն։ Բայց ոչ թե խաղաղություն ստորանալու հավերժական անվերջ զիջումների խեղճության, այլ ընդհակառակը խաղաղություն ինված ուժի եւ մեր պետության ուժը բազմապատկերի վրա։ Եվ որպեսզի այդ ուժը բազմապատկենք, մեզ պետք է նաև կայուն, շարունակական տնտեսական զարգացում եւ հանրային համերաշխություն։ Իսկ հանրային համերաշխությունը մեր դեպքում հնարավոր է, եթե մենք իրար նկատմամբ արդար լինենք, եթե մեր երկիրը արդար լինի, եթե մեր երկրում ոչ ֆեյք, ոչ մոք ստորադասված չլինի, չլինեն անչափ հարուստներ ու անչափ աղքատներ, չլինի հարստության իրավունքների բաժանում, չլինեն մարդիկ, որոնք փողով կարող են բանակից ազատվել, եւ մարդիկ, որոնք
շարունակաբար ընտանիքներով, սերունդներով իրենց կյանքն են զոհում այս երկրի համար։ Չպետք է տեսնի, պետք է հանրային արդարություն լինի։ Եվ այդ երեք դեպքում ուժ, զարգացում եւ արդարություն մենք կարողանանք հարաբերել։ Այլապես մեզ ներսից կքանդեն, ոնց որ մինչև հիմա քանդում են վերջի 8 տարիների ընթացքում։ Եվ մենք կորցնենք մեր երկիրը, բայց մենք ստեղ ենք, որպեսզի դա թույլ չտանք։ Հիմա որն է մեր պատկերացած հարատև հայկական պետությունը, ինչով է նա տարբերվում ընդհանրապես ասած ցանկացած պետությունից, հաշվի առնելով, որ մենք հայ ենք եւ մեր ճակատագիրը ուրիշ է, եւ նաեւ այն կեղծ իրական, բայց կեղծ Հայաստանից, որը մեզ հրանցվում է։ Առաջինը, սա հայ ազգի անվտանգության, տնտեսական բարգավաճման եւ հասարակական զարգացման առանցքային միջոցն է։ Չի կարող գոյատևել եւ զարգանալ մեր ազգը, եթե նա չունենա պետություն։ Նախկինում դա այդպես եղել է, եւ մեր ազգը հարյուրամյակներով իրականում շարունակել է իր ընթացքը առանց սեփական պետության, բայց դա ուրիշ պայմաններ են եղել։ Մենք եթե նորից մեր պետությունը կորցնենք, կամ մեր պետությունը ներսից թշնամին վերցնի, ոնց որ հիմա համարյա արդեն հաջողել է, հաշվի առնելով վերջի շրջանի իրադարձությունները, ապա մենք որպես ազգ չենք պահպանվի։ Գուցե մենք մարդիկ, մեր սերունդները, մեր երեխաները շարունակեն ապրել, բայց իրանք չեն ունենա այս գիտակցությունը, իրանք չեն ունենա այս ոգին։ Իրանք կնեն անդեն, իրանք կնեն ուրիշ, մեզանից տարբեր արդեն։ Եվ եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները շարունակեն ապրել այն արժեքներով, այն հավատով, այն մշակույթով, որով մենք ենք ստեղծել, մեր նախնիներն են ստեղծել հազարամյակներով, եւ որով մենք ուզում ենք փոխանցենք մեր երեխաներին, մենք պետք է կարողանանք իրենց ապահովել այդ պետությամբ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր պետության տարածքում նաեւ ուրիշ ազգեր են ապրում։ Քրդեր, եզդիներ, ռուսներ, ուկրաինացիներ, ասորիներ, հիմա վերջի շրջանում ինչ-որ քանակությամբ հնդիկներ են արդեն եկել։ Մեր պետությունը նրանց բոլորի իրավունքները եւ ընդհանրապես իր ցանկացած քաղաքացու իրավունքը անկախ ազգային պատկանելությունից անվերապահ պաշտպանելու է։ Չի լինելու մեր երկրում դիսկրիմինացիա ազգային սկզբունքով, բայց մեր երկիրը, մեր պետությունը լինելու է պետություն, որը պաշտպանում է առաջին հերթին հայկական ազգային շահը, մնացած բոլորին հավասար իրավունքներ տալով։ Նաև հաշվի առնելով, որ մեր ժողովրդի 2/3-ը ապրում է մեր պետության սահմաններից դուրս, եւ շատերը նաև քաղաքացիներ են։ Մեր համար շատ կարևոր է, որ մեր պետությունը շարունակաբար մնա նրանց ուժերի, նրանց կարողությունների կուտակման կենտրոնը։ Հայկական ուժը, հայկական կարողությունը հսկայական է, եւ նյութական, եւ հոգեվոր, եւ մտավոր, եւ արժեքային։ Մեր համար կարևոր է, որ մեր սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցները մշտապես դիտարկեն մեր երկիրը որպես իրենց կարողությունների ներդրման կենտրոն։ Կլինի դա երեխային ուղարկել այստեղ սովորելու, կլինի դա ծնողին այստեղ ուղարկել իր վաստակած հանգիստը անցկացնելու, կլինի այստեղ բարեգործությամբ զբաղվել, հայրենադարձվել, կլինի այստեղ բիզնեսներ ստեղծել, կլինի պետության օժանդակել, բանակին օժանդակել։ Միշտ այս երկիրը պետք է լինի մագնիս, որը ձգում է ամբողջ հայկական էներգիա։ Այդ դեպքում է, որ մենք կարողանանք հարատևենք։ Եթե մենք մեր հայության 2/3-ից կտրվենք, ոնց որ փորձում անել այսօրվա իշխանությունը, մենք շատ արագ կդառնանք մեր թշնամիների հեշտ փայը, մեր թշնամիների հեշտ ավարը։ Եվ վերջապես նույն այդ աշխարհասփյուռ հայության համար մենք մշտապես հյուրընկալ տուն պետք է դառնանք։ Ցանկացած հայ պետք է իմանա, որ եթե ինքը այն երկրում, որում ինքը ապրում է, ունի խնդիր, կա անվտանգության հարցեր, կա դժվարություն, կա նեղություն, հայրենիքի իրան տերը, ինքը կարող վերադառնա Հայաստան, իր կյանքը շարունակի ստեղ։ Հիմա այս պետությունը հեշտ չի պահել, որովհետև ոչ մեկին պետք չի sense պետություն բացի մեզանից։ Բոլորը կուզենային, որ ինքը լիներ անդեն իրական ոնց որ ասում այսօրվա իշխանությունը։ Որ ինքներն այստեղ միջանցք ուղակի, որը վրով անցնում գնում են, իրենց ֆուրերն են գնում գալիս, մեկ-մեկ էլ տանկերը, եւ այստեղ ներսում ոչ մի դիմադրություն չկա։ Հայր չկա ժամանակի ընթացքում։ Որովհետեւ մենք կարողանանք այդպիսի պետություն պահենք, մենք պետք է ապահովենք նրա անվտանգությունը։ Իսկ անվտանգությունը կարող է տեղի ունենալ միայն մեր պետության ուժի բազմապատկման միջոցով։ Պետության ուժը եւ ներսումը եւ դրսումը։ Ցանկացած մարդու, ցանկացած ընտանիքի, ցանկացած կազմակերպության, բայց մանավանդ պետության։ Ուժը համ ներսում է, համ դրսում է։
Ներսում առաջին հերթին դա մեր համախմբվածությունն է։ Մենք պետք է համախմբված լինենք միշտ մշտապես արտաքին վտանգի դեմ պայքարելու համար։ Մեզ վերջի տարիներին այնքան են բաժանել ներքին բաժանարարություններով։ Երեք երեկոյան կաթողիկոսի նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Եվ ես տեսնում եմ ոնց է էլի դրա շուրջը կռիվ գնում։ Մեծամասնությունը փառքաստում երբես է մտածում, որ դա անընդունելի է։ Բայց կա մի հատ փոքրամասնություն, որ ուղեղները նորից լվացել են, որը սկսում է նորից դրանից առիթ վերցնել ու անհեթեթ պնդումներ անել, որ չեմ ուզում նույնիսկ կրկնեմ դրանց պնդումները, բայց ոնց յուրաքանչյուրը ցույց է տալի, որ մեզ ներսից սրանք հաջողացել են պարակտել, ընդ որում սրանք կատարելով դրսից պատվեր։ Եվ մենք պետք է վերացնենք դա, մենք պետք է կարողանանք մեր ներսում բաժանարար գծերը հաղթահարենք։ Մենք չպետք է անընդհատ ներսում ձև գտնենք իրարից բաժանվելու, ընդհակառակը պետք է ձև գտնենք միավորվելու եւ այդ միավորումը արտաքին վտանգի դեմ։ Յուրաքանչյուրը ասում են, որ մենք պետք է զարգացնենք մեր բանակը, բայց մենք մեր շարքերում հսկայական թիվ է կազմում են մարդիկ, որոնք այդ բանակի նվիրալներն են։ Եթե ուրիշների համար դա պարզ խոսակցություն է, այստեղ շատերը այդ բանակով անցել են, շատերը տասնամյակներ նվիրել այդ բանակին, ոմանք բանակով չեն անցել, բայց ռազմարտունաբերության մեջ են եղել, ու մենք գիտենք ինչ է նշանակում ժամանակակից մարտունակ արդյունավետ բանակ կառուցելը։ Մենք չենք կարող ունենալ աշխարհի ամենամեծ բանակը, մենք ոչ Չինաստանն ենք, ոչ Միացյալ Նահանգները, բայց այս տարածաշրջանում մենք կարող ենք ունենալ լավագույնը, ինչպես ունեցել ենք, երբ որ դրա վրա ենք կենտրոնացած եղել, երբ որ մեր ամբողջ ազգը որոշել է, որ պետք է Արցախում հաղթել եւ ամեն ինչ տալ բանակին 90-ական թվերին։ Երբ որ թուլացել ենք, թեվաթափ ենք եղել, չենք զբաղվել, մեր բանակն էլ է թուլացել։ Հիմա նորից մենք պետք է ունենանք լավագույն բանակը։ Դրա համար նաեւ բնականաբար պետք է ունենանք լավ ռազմարտունաբերություն սեփական, որ այդ բանակին մատակարարում է։ Պետք է կարողանանք բանակը անհրաժեշտության դեպքում պաշտպանությունից հարձակման անցնի, որտեղ հարձակում իրականացած բանակներ, որ ապահովել են մեր անվտանգությունը։ Այն բայց երբ որ մենք դադարեցինք մտածել հարձակման մասին, պաշտպանությունը եւս քանդվեց։ Բայց շատ կարևոր է նաեւ արտաքին բաղադրիչը։ Մեր համար բացարձակ անընդունելի է լինելու տարբեր ուժային կենտրոններին իրար հակադրելը։ Մեր հասարակության բաժանումը արևմտամետների, ռուսամետների, թուրքամետների եւ այլն։ Մենք արմատապես ելնելու ենք այն գիտակցությունից, որ բոլոր ուժային կենտրոնների հետ, որոնց հետ կա շահերի համընկնում, մենք փորձելու ենք կառուցել շահավետ բարենպաստ հարաբերություններ։ Իսկ այն ուժային կենտրոնների հետ, որոնց հետ այդ շահերի համընկնումը կրում է խորքային եւ հեռահար բնույթ, նաեւ ռազմավարական դաշինքներ։ Մենք թույլ չենք տալու, որ մեր երկիրը դառնա գերտերությունների միջև մարտադաշտ, մրցակցության առարկա։ Դա անթույլատրելի է, որ երկիրը, որ գնացել է այդ ճանապարհով, նա անդամահատվել է, մենք տեսել ենք արդեն։ Նա դառել է էլի կռիվների բուն, մենք դա թույլ չենք տալու։ Մենք փորձելու ենք ամեն ինչ անել եւ դրա լավ օրինակները կա։ Մենք օրինակ տեսնում ենք ոնց է մեր հարևան եւ ոչ բարեկամ Թուրքիան կարողանում բոլոր գերտերությունների հետ հարաբերություններ կառուցի ու բոլորից շահ ստանալ։ Մենք պետք է այդ մի տրամաբանությունը հասկանանք ու փորձենք ինքներս գնալ այդ գիտակցությամբ բոլոր գերտերությունների հետ հարաբերություններ հանուն հայկական շահի։ Մեր համար նաեւ շատ կարեւոր է, որ մեր երկիրը շարունակի արագ տնտեսապես զարգանալ։ Մենք ֆենոմենալ տնտեսական զարգացման պոտենցիալ ունենք, թե մենք շրջապատված ենք եղել այս տարիներին, թե բնական ռեսուրսները սահմանափակ է եղել, բայց մեր երկիրը առաջ է տարել հայ մարդու տաղանդը, հայ մարդու ստեղծագործական ներուժը, մեր ձգտումը անընդհատ երկիրը զարգացնել։ Արդյունքում զարմանալի բան ձեզ կասեմ, բայց այսօրվա դրությամբ Հայաստանը ավելի տնտեսապես զարգացած է, քան մեր հարևաններից պրակտիկորեն յուրաքանչյուրը բացառությամբ Թուրքիա, բայց Թուրքիան մեծ պետություն է։ Մենք ավելի զարգացած ենք, քան Ադրբեջանը, քան Վրաստանը, քան Իրանը, եւ դա նորից եմ ասում, դա ոչ թե նրա հաշվին է, որ մենք նավթ ունենք կամ մեծ քանակությամբ մոլիբդեն, դա բոլորը նավթ չունենք, իսկ մոլիբդենը երկրորդական գործոն է իրականում։ Հիմնական գործոնը մեր տաղանդն ու մեր ձեռներեցությունն է։ Որովհետեւ մենք կարողանանք շարունակաբար ապահովել այդ զարգացումը, մենք պետք է ապահովենք ազատ մրցակցությունը։ Մենք պետք է թույլ չտանք, որ քաղաքական համակարգը կուլտա տնտեսությանը, որպեսզի դա բերի քաղաքական համակարգը սկսի ոնց որ նախկինում ա եղել եւ ոնց որ հիմա շարունակվում է։ Իր ընկերներին, իր աղբերներին տենդերներ բաժանի, ասֆալտ փռելը տա,
բանակի մատակարարումները տա եւ այլն։ Մենք պետք է այդ իմաստով բացարձակ արդար ու թափանցիկ համակարգ ունենանք։ Հարկային համակարգը երբևիցե չպետք է օգտագործվի տնտեսական մրցակցությունը խաթարելու համար։ Հարկերը չպետք է անակնկալ փոփոխվեն, մանավանդ երբևիցե չպետք է բարձրացվեն անակնկալ։ Մենք շարունակաբար պետք է մեծացնենք ներդրումները գիտության եւ տեխնոլոգիայի մեջ, ինչի որտեղ մեր պես երկիրը պետք է տեխնոլոգիական զարգացման հաշվին առաջ գնա։ Եթե չունես ռեսուրս, պետք է մտքի հաշվին առաջ գնաս։ Նաեւ թույլ չտանք, որ այս ամբողջ երկիրը գա լցվի Երևանի մեջ։ Դրա համար մենք պետք է տարածքային համաչափ զարգացում ապահովենք։ Շարունակաբար մեր պետության ռեսուրսները դնենք մարզերում, կլինի դա Գյումրիում, կլինի դա Տաշիրում, կլինի դա Տավուշում, կլինի դա Կապանում։ Մեզ պետք է մեր երկիրը համաչափ զարգացնել։ Բնականաբար նաև պետք է պահպանենք էներգետիկ անկախությունը առաջին հերթին միջուկային եւ վերականգնող էներգետիկայի միջոցով։ Այնտեղ էլ մրցակցային առավելություն ունենք։ Այս տարածաշրջանում միակ երկիրն ենք, որը վաղուց ատոմակայան ունի, արդեն Թուրքիան ու Իրանն են կառուցել, բայց վաղուց ատոմակայան ունի, եւ երբևիցե պետք է թույլ չտանք, որ այդ մեր առանցքային կոմպետենցիան կորի։ Երբ որ այս ատոմակայանի աշխատանքի ժամանակը լրանա, այդ ժամանակ արդեն պետք է ունենանք կառուցած նոր ատոմակայան։ Զուգահեռ բնականաբար պետք է արևի էներգետիկան օգտագործենք։ Եվ նաև զարգացնենք մեր տրանսպորտային ենթակառուցվածքները։ Սա այս մի քանի օր առաջ ես Գյումրի էի գնացել եւ բացարձակ հաճույք ստացա նրանից, որ Երևանից Գյումրի կարող ես 1.5 ժամ հասնել արդեն, որտեղ վերջապես ունենք ժամանակակից ճանապարհ։ Այդ նույն ձևի ճանապարհ ես պատկերացնում որ մենք մինչև Թբիլիսի պետք է ունենանք։ Այդ նույն ձևի ճանապարհ պետք է ունենանք մինչև Իրանի սահմանը։ Այդ նույն ձևի ճանապարհներ պետք է ունենանք երկրի ամբողջ տարածքում։ Պետք է ունենանք նոր օդանավակայաններ։ Ամեն անգամ երբ որ ես անցնում եմ Հրազդանի կողքով, մտածում եմ որ անպայման պետք է Հրազդանում նոր օդանավակայան ունենանք։ Նոր օդանավակայան ունենանք Ստեփանավանում, որպեսզի երկրի կենտրոնը, երկրի հյուսիսը բոլորը ունենան իրենց օդային դարպասները։ Ամբողջ երկիրը չմնա մի հատ օդանավակայանի հյուսին, թե ֆորմալ տեսանկյունից Գյումրիում ու Կապանում է։ Եվ վերջապես խոսամ համերաշխության եւ արդարության մասին։ Անցած շաբաթ մենք հարցում էինք դրել մեր YouTube էջի վրա, թե որն է մեր երկրի մեծագույն խնդիրը։ 10%-ը ասել էր, որ ատելությունը եւ հանրային բաժանումները, անհամերաշխությունը։ Եվ սա այս իշխանության վատթարագույն ժառանգություններից մեկն է։ Վատթարագույն ժառանգություններից մեկն է։ Այն քանակությամբ ատելություն, որ լսվել է հասարակության մեջ, ամեն անգամ, երբ որ ես ինչ-որ մի բան եմ գրում, ու նայում եմ արձագանքները, հայախառն, ատելապաշտ, բացարձակ հարգանքից զուրկ, երբ որ ես նայում եմ ինչպես է մեր երկրում վերացել հարգանքը մեծի նկատմամբ, ուսյալի ու կրթվածի նկատմամբ, ոնց է ամեն տեղից հելած մտածում, որ ինքը կարող ուրիշներին բան սովորացնի, ուրիշներին դաս տա։ Մենք պետք է դուրս գանք սրանից, մենք պետք է կարողանանք մեր երկիրը վերադարձնենք հաշտության եւ համերաշխության դաշտ, բայց դրա համար մենք պետք է նաեւ դրա պատճառները վերացնենք։ Այդ իմաստով մենք հետևողական ենք լինելու, որ մեր հասարակության մեջ սոցիալական արդարության գիտակցությունը շարունակաբար բարձրանա, որպեսզի մարդիկ հասկանան, որ պետությունը իրանցից յուրաքանչյուրի համար է, ոչ թե դրալների։ Դրա համար մենք մշտապես ավելացնելու ենք տարեցների, հաշմանդամների եւ երիտասարդների պետական աջակցությունը, որտեղ իրենք դրա կարիք ունեն, որտեղ այն պետությունում գոյացած ռեսուրսները, որ մենք բոլորս ենք ստեղծում, պետք է վերաբաշխեն նրանց նաեւ, ովքեր դրա կարիքը ավելի շատ ունեն եւ որոնք դրա հնարավորությունը ստեղծելու իրենք այլևս կամ դեռևս չունեն։ Դա տարեցներն են կամ երիտասարդները։ Մշտապես պետք է ներդրում կատարենք կրթության եւ առողջության որակի բարձրացման մեջ, որտեղ դա բարձրացնում է մեր յուրաքանչյուրի կյանքի որակը։ Ապահովենք դատաիրավական համակարգի անկախությունը։ Բոլորս անընդհատ խոսում ենք քաղբանտարկյալների մասին, անարդարության մասին, բայց եթե հասկանանք, չէ լինի մեր երկրում քաղբանտարկյալ կամ անարդարություն, եթե մեր դատարանները լինեին անկախ, եթե մեր քննչական մարմինները լինեին անկախ, եթե մեր դատախազությունը ծառայեր օրենքին, որպեսզի այդ ամեն ինչը տեղի ունենա, մենք ինքներս ապագա քաղաքական իշխանությունը պետք է հետևողականորեն դա անենք։ Չտրվենք այն գայթակղությանը, որին տրվեց այս իշխանությունը, դատարանները ենթարկելու սեփական կարգին, սեփական օգնականին դատախազ նշանակելու, քննչական մարմինները բացասակ վերահսկողության տակ դնելու։ Այդ բոլոր մարմինները սահմանադրության մակարդակով, ոչ միայն ցանկության, սահմանադրության եւ օրենքների մակարդակով պետք է իրենց անկախությունը բարձրացվի, որպեսզի իրենք ծառայեն օրենքին
ոչ թե ինձ կամ մի որևէ մեկի, որը լինելով իշխանության մեջ։ Եվ նաև այս նկարը շատերի ծանոթ է, դուք ձեզ ինքներդ կարող եք մեջը տեսնել։ Վերջի շրջանում մենք տեսել ենք մի բացարձակ անընդունելի զարգացում, երբ որ գործող իշխանությունը օգտագործելով պետության ռեսուրսները, որ իրավունքը նա բացարձակ չունի, փորձում է կազմակերպված գրով ձեռնարկել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Երբ որ մենք գանք իշխանության, ոչ միայն մենք դա պատժելու ենք, մենք այլևս թույլ չենք տալու, որպեսզի պետությունը միջամտի եկեղեցու գործերին։ Բնականաբար ենթադրելով, որ եկեղեցին ինքը գործում օրինականության սահմաններում, բայց մենք ամբողջ այս ընթացքում որևէ իրական հիմքեր չենք տեսել, որ եկեղեցին օրենքը խախտած լինի կամ եկեղեցու ծառայողները։ Չենք տեսել, մենք տեսնենք բացարձակ միակողմանի հրեշավոր գրով եկեղեցու դեմ, որի նպատակը եկեղեցուն գործող վարչակարգի կամքին ենթարկելն է։ Ապագա իշխանությունը պետք է հրաժարվի նաև այդ գայթակղությունից, նա պետք է ընդունի, որ եկեղեցին անկախ կառույց է, այս վերջերս վարչակարգի պարագլուխը նույնիսկ հոխորտում էր, ասում էր եկեղեցին պետությունն է պետության մեջ, բայց այդպես է պետք է լինի, ինչ-որ իմաստով, եկեղեցին պետք է անկախ լինի, դա երաշխավորում է մեր սահմանադրությունը եւ մենք որպես նոր իշխանություն դա եւս կերաշխավորենք եւ դրանով մենք կերաշխավորենք մեր բոլոր հավատացյալների կրոնական իրավունքները։ Մեր յուրաքանչյուր հավատացյալ իրավունք ունի գալ այն եկեղեցին, որին նա հավատում է, որի ուսմունքը նա կրում է։ Եվ ոչ թե պետական մի հերթական նախարարություն, որ ուղղակի կրոնի գործող նախարարություն է։ Իդեպ ասեմ ձեզ, որ մեր շրջապատող մեծ գերտերություններում դա այդպես է, ցավոք։ Եվ այս մեր վարչակարգը փորձում է դրանից վատ օրինակ։ Մենք դա դուք չենք տալու։ Մեր երկրում եկեղեցին պետք է լինի անկախ, եւ նա պետք է լինի մեր բոլորի հավատի եւ կրոնական իրավունքների երաշխավոր։